Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի և այսօրվա Հայաստանի տարբերությունների միջև, որովհետև 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել։ Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք և խոստովանենք, ի վերջո ոնց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում, ինչով, ինչպես։ Մի գործիքով ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։ Եվ ուրիշ որևէ պատճառ և բացատրություն դրա չկա։ Եվ խոսքա գնում ասում է բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, բայց եթե բանը հասել այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող և չհանդիսացողների միջև։ Ընդ որում սա անձնավորված չի ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Եվ սա է ճշմարտությունը, և այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ես գիտեք, բացարձակապես ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, և նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում, ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչ երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։